Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է։ Ռուսական կայսրության խորքերից Գլուբինկայից Մոսկվա եկած Մատրոնան Նիկոնովան լինելով կույր տեսնում էր ապագան եւ բժշկում էր մարդկանց, նույնիսկ ամենաանհույս հիվանդներին։ Նա կանխատեսել է ռուսական կայսրության փլուզումը, հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմն ու Ռուսաստանի չպարտվելը, Ստալինի մահը, Գորբաչովի չստացված պերեստրոյկան եւ այլ հայտնի իրադարձություններ։ Բուժել է հազարավոր մարդկանց։ Երանելի Մատրոնա Մոսկվացին գիշեր ու զօր ընդունում էր հավատացյալներին, օգնում եւ մխիթարում նրանց։ Իր աստվածահաճո գործերի համար Մատրոնա Մոսկվացին ռուս ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին։ Ռուս հոգևորականների խոսքով Սուրբ Մատրոնային սիրում եւ մեծարում են նաեւ հայ առաքելական եկեղեցու հետևորդները։ Կիրակի օրը մայիսի 11-ին Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքներից մի մասնիկ բերվեց ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան հայաստանյան թեմ։ Մասունքի տեղափոխման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցում։ Պատարագի եւ աղոթքի արարողությունը Սուրբ Մատրոնայի մասունքի մոտ առաջնորդում էր Երևանյան հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարիչ Աքսի arczepiskopos Podolskyin։ Ռուս հոգևորականի խոսքով Սուրբ Մատրոնային սիրում եւ մեծարում են ոչ միայն ռուս ուղղափառ եկեղեցու հավատացյալները, այդ թվում ազգությամբ հայ ուղղափառները, այլև հայ առաքելական եկեղեցու հետևորդները։ Сегодня я прибыл в епархию, Ереванско-Армянскую епархию, в рамках своего традиционного визита, дабы помолиться вместе с нашими прихожанами, кто является православным христианином, поздравить с праздником Пасхи. И сегодня мы совершили принесение частицы мощей Святой Блаженной Матроны Московской. Я знаю, что православные армяне почитают, конечно же, блаженную старицу Матрону, но и армяне, которые принадлежат Армянской апостольской церкви, тоже почитают эту святую блаженную старицу։ Մոսկվայից ժամանած arczepiskopos-ը պատմում է Սուրբ Մատրոնայի հրաշագործությունների մասին, բացատրելով, թե ինչու է նա այդպիսի մեծ ժողովրդականություն վայելում ամբողջ Ռուսաստանում եւ նույնիսկ Դաշնության սահմաններից դուրս։ Մոսկվայի Սուրբ Կույսերի վանքի մոտ, որտեղ ամփոփված են Մատրոնա Մոսկվացու մասունքները, մշտապես մարդկանց հսկայական հերթեր են գոյանում։ Մարդկանց հոսքն այստեղ երբեք չի դադարում։ Դեռ վաղ առավոտից Մենաստանի հարակից տարածքում սովորաբար ասեղ գցելու տեղ չի լինում։ Հատուկ այդ նպատակով Մենաստանին կից կառուցվել է Պոկրովսկի հյուրանոցը, իսկ Տագանսկի փողոցում գտնվող Մենաստանը օրական ունենում է ավելի քան 10,000 այցելու։ Ռուսաստանի տարբեր մարզերից, արտասահմանից հավատավոր մարդիկ գալիս են հաղորդակից դինելու սրբի մասունքներին եւ նրա սրբապատկերին։ Բոլորի ձեռքին ծաղիկներ են լինում։ Նրանք այդ ծաղիկները դնում են ջրով լի ամանի մեջ։ Հետո ծաղիկները հատուկ ծիսակարգով օրնվում են եւ թերթիկների տեսքով վերադարձվում այցելուներին։ Դրանք օգտագործվում են բուժիչ նպատակներով։ Աքսի arczepiskopos-ն ասում է, որ Սուրբ Մատրոնայի մասունքների մոտ աղոթելու են գալիս նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր հազվադեպ են եկեղեցի մտնում։ Святая Блаженная была ведь с детства слепой, и к ней приходили люди. Во времена тяжелые для нашей большой страны, для Советского Союза, к ней приходили за помощью, за утешением. И вот так она в своей комнате привечала людей, принимала их, утешала, а по сути сказать, исполняла Божью заповедь. И люди, которые приходили к ней, получали утешение, получали разрешение своих жизненных ситуаций, обстоятельств. Ну, ведь мы часто приходим в храм тогда, когда нам тяжело, плохо, когда у нас все хорошо, все вроде бы замечательно, и дети слушаются, и болезни не посещают, и на работе, и с близкими все как бы устраивается. Как-то человек забывает о Боге. Ну а вот когда какие-то скорби и волнения, внутренние или внешние, то человек, конечно же, вспоминает, слава Богу, вспоминает в первую очередь о Боге. И вот блаженная старица ввела на себя такой подвиг, и день и ночь к ней приходили люди. И что примечательно, она без раздражения, без какого-то гнева, без усталости всегда всех принимала, но кому-то говорила грозные слова, чтобы исправить человека, а кого-то благословляла, утешала, назидала и вразумляла. Հոգևորականն ընդգծում է, այսօր էլ Սուրբ Մատրոնան լսում է մարդկանց աղոթները եւ օգնում նրանց կյանքի տարբեր իրավիճակներում։ Այժմ ռուս ուղղափառ եկեղեցին ստեղծել այդ հնարավորությունը նաեւ Հայաստանում իր հետևորդների եւ բոլոր հավատացյալների համար։ Ահա թե ինչու Սուրբ Մատրոնայի մասունքի մասնիկը Հայաստան բերելը մեծ ոգևորություններ առաջացրել ռուս ուղղափառ համայնքի շրջանում։
Վաղ առավոտից հավատացյալները հավաքվել էին եկեղեցում դիմավորելու սրբադասված Մատրոնա Մոսկվացու մասունքը։ Շուտով նրանց միացավ նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Եկեղեցու ղողանջների ներքո ոսկեզոծ պատյանի մեջ դրված մասունքը հանդիսավոր կերպով ներս բերվեց։ Պատարագը սկսվեց Սուրբ Զատկի աղոթքով ու շարականով։ Քրիստոս հարություն առավ մեռելներից, իր մահով մահին հաղթեց եւ իր հարությամբ մեզ կյանք պարգևեց։ Христос воскресе! Христос воскресе! Христос воскресе! Христос воскресе! Христос воскресе! Պատարագն ընթանում է ուղղափառ եկեղեցու ծիսակարգի բոլոր կանոններով։ Ծիսակատարության առաջին մասը ընծայումն է, որի ընթացքում պատրաստվում են հասն ու գինին, որոնք հետո քահանայի աղոթներով կվերածվեն Քրիստոսի մարմնի եւ արյան։ Սկսվում է աղոթքը ողջերի ու մեռյալների համար։ Սարգսավագը Ալելույայի հնչյունների ներքո հանդիսավոր կերպով ներս է բերում սեղանապետական ավետարանը։ Աղոթներն ու շարականները շարունակվում են մի քանի ժամ։ Եկեղեցին լցված է խունկի բույրով։ Տաճարի ճարտարապետությունն ու ներքին հարդարանքը տպավորիչ են։ Եկեղեցին ռուսական է, բայց պատերին աչք են զարնում նաև հայկական երանգները։ Եկեղեցու ճակատային մասում 3 որմնանկար կա։ Կենտրոնում սրբապատկերը գրառված է հունարենով, ցախ կողմում Ալեքսանդր Նևսկին է, իսկ աջ կողմում պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայերեն գրությամբ։ Նույն գաղափարը օգտագործվել է նաև եկեղեցու ներսում, պատկերակալի կենտրոնում Սուրբ Երրորդության պատկերն է, որը, ինչպես եկեղեցու սպասավորներն են պատմում, համացանցի օգտատերերը կնքել են հայկական երրորդություն անունով, քանի որ Սուրբ Երրորդության թիկունքում պատկերված լեռը, ծառը եւ տունը ակնհայտ հայկական երանգներ ունեն։ Լեռը բիբլիական արարատն է, ծառը ոճազարդված է ծիրանի ծառի ոճով, իսկ տունը պատկերված է հայկական ուղղափառ եկեղեցիների տարրերով։ Պատկերակալի ամբողջ աջ մասը հայերեն գրություններով է։ Այստեղ Քրիստոսի կողքին պատկերված են հայ առաքելական եկեղեցու այն սրբերը, որոնք ընդհանուր են նաև ուղղափառ եկեղեցու համար։ Այդ թվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Հռիփսիմյանց կույսերը եւ մյուս հայտնի սրբերը։ Եկեղեցու սրբապատկերների մեջ իր ուրույն տեղը ունի նաև Սուրբ Մատրոնայի սրբապատկերը։ Իսկ այդ ընթացքում պատարագը շարունակվում է։ Եկեղեցու ներսում հավաքված ուղղափառ հավատացյալները հոգևորականների հետ հավասար աղոթում են։ Աստվածաշնչի նրանց իմացությունը, քրիստոնեական խոնարհությունն ու խոր հավատքը միայն հիացմունք են առաջացնում։ Նրանց մեջ կան շատ հայեր։ Ուշադրություն է գրավում հատկապես ծնկաչոք աղոթող հայկական զինվորական համազգեստով այս տարեց մարդը։ Քրիստոնեական տարբեր եկեղեցիների միջև բաժանումներն ու տարանջատումները աստիճանաբար ջնջվում են Սուրբ Աստվածածնի տաճարի ներսում, եւ արդեն այդքան էլ էական չէ հայ առաքելական է թե ռուս ուղղափառ։ Աստված մեկ է բոլորի համար եւ նա հավասարապես սիրում է բոլորիս։ Սա է պատարագիչ հոգևորականի գլխավոր քարոզը։ Սուրբ հաղորդությունից հետո Աքսի arczepiskopos-ը քարոզխոսությամբ դիմեց ժողովրդին, շնորհավորելով բոլորին Սուրբ Զատկի լուսավոր տոնի կապակցությամբ։ Զատկի գիշերը ամենակարևոր գիշերն է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, ընդգծում է բարձրաստիճան հոգևորականը, քանի որ այդ գիշեր Աստված հնարավորություն է մեզ տալիս միշտ լինելու իր հետ։ Մի պահ խորհեք այդ մասին, շարունակում է arczepiskopos-ը, որ հին կտակարանում մինչև փրկչի խաչելությունն ու հարությունը բոլոր բարեպաշտները մահից հետո հայտնվում էին դժոխքում, բայց լրիվ այլ բան է տեղի ունենում նոր ժամանակներում շնորհիվ Քրիստոսի զոհաբերության։ Աքսի arczepiskopos-ը նաև ընդգծում է. մեզնից յուրաքանչյուրը կարող է վճռել աշխարհի ճակատագիրը, եթե հետևի Աստծո պատվիրաններին։ Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում լինելու է մինչև հուլիսի 1-ը։ Այս ընթացքում այն հանգրվանելու է Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Պրիվոլնոյեի, Դիմիտրովի ռուսական եկեղեցիներում։ Поэтому наш храм открыт, и для посещения в определенные установленные часы могут прийти и православные христиане, и христиане Армянской апостольской церкви, чтобы помолиться здесь о мощей Святой Блаженной Старицы Матроны, попросить помощи в жизненных ситуациях, тем более, что всем известно, насколько она всем помогает, всех слышит. Վերջում մասունքը կրկին բերվելու է Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, որտեղ նախատեսվում է մասունքը Ռուսաստան վերադարձնելուց առաջ եկեղեցական հանդիսավոր արարողություն իրականացնել։
Մատրոնա Մոսկվացին ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 22-ին Տուլայի նահանգի Սեբինո գյուղում եւ մահացել է 1952 թվականի մայիսի 2-ին Մոսկվայի շրջանում։ Իր մահը նա եւս կանխատեսել էր եւ դրա համար էլ խնդրել է բոլորին հաճախ գալիս Շիրիմին։ Ըստ Սուրբ Գույսերի Մենաստանի մայրապետ Ֆեոֆանիայի հոգին ավանդելուց առաջ նա ասել է. Բոլորը եկեք ինձ մոտ, դիմեք ինձ ինչպես ողջի, ես կտեսնեմ, կլսեմ եւ կօգնեմ ձեզ։ 1999 թվականին ռուս ուղղափառ եկեղեցին Մատրոնա Մոսկվացուն դասել է սրբերի շարքին, նրա մասունքները համարելով սրբություն։ Սուրբ Մատրոնայի օրը Ռուսաստանում նշվում է մարտի 8-ին։ Արամ Սարգսյան, Սուրեն Դավթյան, Տիգրան Նադարյան, Եվրոմեդիա 24